1989 թվականի դեկտեմբերի 1-ին Սովետական Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնի առաջի քարտուղար Սուրեն Հարությունյանը օպերայի հրապարակում հայտարարեց, որ Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում է ընդունել վերամիավորվել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հետ եւ ընթերցեց ռուսերեն լեզվով Հայաստանի հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետության Գերագույն խորհրդի որոշման տեքստը։ Այսինքն Հայաստանը դարձավ, այսինքն Ղարաբաղը դարձավ Հայաստան եւ սկսեցին ինտեգրացիոն process-ները։ 90 թվականին Արցախից արդեն 10-ից ավելի պատգամավոր ընտրվեց Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ։ 91 թվականին նույն Հայաստանի ղեկավարությունը Ղարաբաղը հեռացրեց Հայաստանի կազմից։ Նշեմ, որ 89 թվի որոշումը Ղարաբաղի միավորման դա Կրեմլից թելադրված որոշում էր, քանի որ Սուրեն Հարությունյանը ով էր, ընդամենը Գորբաչովի աշխատողներ, նա չէր կարող նրա կամքից թռնել։ Այսինքն տոտալիտար ու կեղտոտ բոլշևիկները Արցախը տվեցին հայերին, դեմոկրատ հայերը Արցախը ռադարեցին, ավելի մեղմ ասած հրաժարվեցին։ Ես հասցրել եմ Հայաստանի առաջի վարչապետ Վազգեն Մանուկյանին, թե լավ, պրոբլեմը որն էր, ինչի համար այդ բանն արեցիք, դե ասում է, արդյոք ասում է։ Մեզ արևմուտքից ասեցին, որ մի ավելի մոդայիկ է աշխարհում ինքնորոշումը, քան ինչ-որ մի երկրից տարածք վերցնելու հետ չտալը։ Ասում է, դրա համար Ղարաբաղը հանեք ձեր կազմից, օրը կգա ինքնորոշումը կճանաչվի։ Սրանք անում են։ Այդ նույն Վազգեն Մանուկյանը ինձ մի անգամ ասեց, որ մենք հենց 90 թվականից մենք սկսեցինք արևմուտք գնալ 90-91 թվականներին մենք ասենք, որ եկեք մենք ձեզ էլ հանձնվենք, ձեզ հետ ընկերություն անենք, որովհետև եթե մենակ ռուսներից կախված մնանք, մենք կվերադառնանք ստրուկ, իսկ եթե կախված ենք նաև Վաշինգտոնից, Բրյուսելից, մենք ստրուկ չենք։ Հիմա թե դա ինչ մաթեմատիկա է, ես տենց չեմ կարող հասկանալ։ Ոնց թե մի հոգուս կախված է ստրուկ ես, բայց 3 հոգուս կախված է ստրուկ չես։ Ինչևէ դա էլ արեցին։ Հիմա այսօր ես կարծում եմ այս ժողովարդապետ կոչված հայտարարության նախընտրական ծրագիրը 13-րդ հոդվածը դրա կամ 13-րդ կետը նախընտրական ծրագրի տառած է ասում է անկախությունը դա շատերից կախված լինելն է։ Իսկ քչերից կախված լինելը անկախություն չէ։ Նույն ՀՇ-ի նարատիվը այսօր կրկնում եւ իրականացնում է ժողովարդապետ Փաշինյան Նիկոլը։ Այն ժամանակ ՀՇ-ին ասեցին Ղարաբաղը դուրս դրեք Հայաստանից, լավ կլինի։ Սրան արդեն 18-20 թվականին ասեցին Ղարաբաղը հանձնի, որ լավ լինի։ Նրանք արեցին արևմուտքից ստացած հանձնարարությունը սա արեց, նույն արևմուտքից ստացած հանձնարարությունը։ Ավելին, սա նաև շատ առաջ գնաց։ Սա արևմտյան հրանգով ցեղասպանություն կազմակերպեց Արցախում, այսինքն հայրենազրկում, որը դա նույն ցեղասպանությունն է։ Խառատյան Արսենը, սրա նախկին խորհրդականը, պրոֆեսիոնալ գրանտակեր, կինոամերիկյան դիվանագետ։ Վերջերս փետրվար ամսին ասեց Հայաստանում, թե ամերիկացիք մեզ ասին, որ հայերին ինչ եք պահել Արցախում, հետ բերեք էլի, հետ բերեք, կակրաս լավ կլինի ռուսները կգնան կմաքրվենք։ Սրանք է ստիպված գնացին Եվրոպաները բանակցել, Միշել Շարլ, Բրիժիտ Մակրոնի կնիկ, Էմանուել Մակրոն, բանակցին վերջը Պրագայում ստորագրեցին այդ դավադիր փաստաթուղթը, վերջը համատեղ օպերացիայով Արցախահայությանը ռադարեցին Պերսան։ Իդեպ նույն Խառատյան Արսենի խոսքը շատ մեծ հաճույքով կկրկնի Թրամփը,
Բայդենը կկրկնի։ Մի մտածեք, թե դրանք ամոթ ունեն ինչ-որ կամ բան ունեն։ Թրամփը այսօր օրը ցերեկով իլուր աշխարհի ասում է, չէ՞ որ պետք է գազան դատարկել, որ ես ընկերներից հետ գնամ դեռ Ռիվիերա սարքեմ։ Կազինոներ, բորդելներ, հոթելներ, մոթելներ։ Մարդը ասում է, եկեք ցեղասպանություն անենք։ 2 միլիոն թե ավելի շատ ժողովրդի հանենք իրանց տներից, որ մեր Իսրայելը գլխացավ քիչ ունենա, ձեր հետ մենք փող կաշխատենք։ Այդքան բանն ասողն չի ասի, որ մենք ասենք ռուսներից ուզում ենք ազատվել, Արցախի հայությունը քշեցինք, որ ռուսերեն հետ հոնա ռադերը քաշեն գնան։ Կասեն, Խարասյան Արսենը ամերիկյան մարդ է, չէ՞։ Ամերիկյան դիվանագետի ամուսինը 1000 տարվա գործակալը ամենապրոֆեսիոնալ գրանտակիրներից է Հայաստանի, ավելին նա Փաշինյան Նիկոլի վարչակազմում ավելի մեծ կշիռ ուներ արտաքին հարցերում, քան հենց անձամբ Փաշինյան Նիկոլը։ Դա փաստ է։ Ասածս որն է, թե Վազգեն Մանուկյանը, թե Տեր-Պետրոսյանը, թե Փաշինյան Նիկոլը, թե Հայրիկյան Պարույրը, թե Իոաննիսյան Դանիելը, Հարությունյան Շանթով, Մանթով, Խզմալյան Տիկոներով եւ այլ զիբիլով բացարձակ նույնն են։ Բացարձակ նույն զիբիլն են։ Նույն հակահայկական տարերն են։ Նույն։ Քանի որ ունեն նույն հայրենիքը, նույն սրբավայրը, նույն սրբերին են աղոթում, նույն սրբավայրի, նույն սրբերի հրահանգներն են կատարում։ Մեկը կատարում է լավ, մեկը վատ, մեկը արագ, մեկը դանդաղ։ Նույն Տեր-Պետրոսյանին էին 92 թվականին Փարիզում ասել, որ Եվրոպայից ուզում գալ հետևյալն է անում։ Ղարաբաղն է անում։ Աստիճանաբար ռուսներից էս հեռու մնում։ Քո կուրատորը տարածաշրջանային քեզ նայողը կլինի Թուրքիան եւ ամեն ինչ լավ կլինի։ Տեր-Պետրոսյանը ասեց այդ պրոյեկտը իրականացնել 97 թվականին, չստացվեց, կար 3 վառ անհատականություն, Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, որոնք այդ ողբերգությունը կանխեցին, դա իսկ 18 թվականին Սերժ Սարգսյանի կողքին չկային վառ անհատականություններ եւ գործը հասավ սրանը։ Այլ կերպ բացատրեմ, պատկերացրեք սիմֆոնիկ նվագախումբ։ Նվագում են, ասենք, ինչ-որ մի սիմֆոնիա։ 1000 մի գործիք կա 2 ձևի ջութակ, կա ալտ, թավ ջութակ, կանտրաբաս, կան փողայիններ, կան հարվածայիններ։ Բոլորը տարբեր նոտաներ են նվագում, տարբեր տեքստեր։ Մի բան տրամբոնն է նվագում, մի բան վալտորն է, այլ բան, այսինքն ֆլեյտան լրի ուրիշ բան է փչում, ջութակ ուրիշ բան է նվագում, բայց սիմֆոնիան նույնն է։ Եվ այս մեր Հայաստանի արևմտական հանրույթը պետք է պատկերացնել որպես սիմֆոնիկ նվագախումբ։ Լրիվ տարբեր բաներ են ասում, գուցե իրար հետ յոլա չեն գնում, բայց կատարում են նույն տիրոջ կամքը, կատարում են նույն գործը դրանց ընդհանուր է։ Եվ այնպես որ տարբերություն չտեսնեք Փաշինյան Նիկոլի ու Վազգեն Մանուկյանի կամ Հայրիկյանի միջև։ Ինչքան էլ դրանք իրարատեն եւ գուցե եւ անկեղծ են ատում մեկը մյուսին։ Օրինակ Հայրիկյանը հետ չի սիրում Փաշինյանին, որ գույքահարցն է բարձրացրել, ինքը իր հսկայական տան հարկը դժվարությամբ է վճարում, բայց թե Փաշինյանն էլ է մարդ, չէ՞, շահամորձի չէ հերիրանից։ Գրձոյին հանձնարարեցին, Գրձոյի բանկը, պարոն Գրձոյի բանկը, մեծահոգի բանկը տարավ Հայրիկյան Պարոյի պարտքերը վճարեց գույքահարկի։ Այսօր այդ սա ողջ հարցը։ Եվ Հայաստանի Հանրապետությունը շնորհիվ իր արևմտական հանրույթի գերակայության ներքին կյանքում, ներքին եւ արտաքին քաղաքականությունում աշխարհի միակ երկիրն է, որը իր ստեղծման օրվանից ապրում է հանուն ուրիշի։ Ամենակարևորագույն որոշումները Հայաստանի Հանրապետությունում 91-ից ի վեր ընդունվել են հանուն արևմուտքի։ Ամենակարևոր
որոշումները, որոնք չեն ընդունվել, բայց պետք է ընդունվեին հանուն հայ ժողովրդի, չեն ընդունվել հանուն Ամերիկայի։ Օրինակ, ինչու Հայաստանը չդարձավ Ռուսաստան-Բելարուս միության անդամ։ Հանուն Արևմուտքի։ Եվ մի քիչ էլ կարող է վայնասու դնային դաշնակները, այն իսկական նրդեականները, տարօրինական, բայց դա թե Քոչարյանը, թե Սարգսյանը համար դրանք պրոբլեմ չէին։ Ինչու Հայաստանը գոնե 16 թվին չճանաչեց Արցախը։ Այդ քարորիայից հետո էլի հանուն Արևմուտքի։ Ինչու Հայաստանը բուծեց մի ստվար զանգված գրանտակիրների, որոնք Հայաստանին ընդհանրապես պետք չէին, ոչ Հայաստանի տնտեսությանը, ոչ Հայաստանի պաշտպանությանը, բանակին, ոչ մշակույթին ու կրթությանը, հանուն Արևմուտքի։ Ինչու Հայաստանը եվրոասոցիացվեց, ինչու Հայաստանին ընդհանրապես պետք չէր, հանուն Արևմուտքի։ Ինչու Հայաստանը Սենց ինչուները շատ են։ Եվ եթե նստենք մի թղթի վրա, նստենք գրենք Հայաստանի Հանրապետության բոլոր ստրատեգիական որոշումները, որոնք ընդունվել են և ի կատարածվել են, և բոլոր այն պոտենցիալ ստրատեգիական որոշումները, որոնք մերժվել են, մենք կնկատենք մի պարզ ճշմարտություն, մենք տեսնենք իրականությունը, իսկ իրականությունը այն է, որ այդ ամենը կատարվել է բացառապես հանուն Արևմուտքի, հանուն հայ ժողովրդի։ Եվ սա, և այսօր նախընտրական կամպանիա տեղի ունենում երկրում, ոչ մի քաղաքական ուժ չի խոսում սրա մասին, ոչ ոք չասես, թե ժողովուրդ ջան, հələ եկեք արդեն մի քիչ է մեզ համար ապրենք էլի։ Մի քիչ է մեզ համար ապրենք։ Թրիպը մեզ պետք չի, դա պետք է բացառապես անգլոսաքսերին և թուրքերին։ Այդ մի քանի կոպեկը, որ Հայաստանին պետք է գա, տարեկան։ Դա ինչ-ինչին գումարն է, որ անգամ մտածել չարժի պետությունը ենթարկել այդ պոտենցիալ վտանգին այդ մի քանի կոպեկի դիմաց։ Ինչև է դե, հիմա տեսենք, այս կամպանիան ոնց կավարտվի, և ուզանք, որ նոր իշխանությունը, եթե կարողանա ընտրություններին իրեն արդարացնել, հունիսի 8-ից հետո գոնե երբեմն կմտածի Հայաստանի Հանրապետության շահերի մասին և մի քիչ կամ գոնե զգալիորեն հետ կկանգնի Արևմուտքից կամ գոնե կհրաժարվի կատարել այն արևմտյան հրահանգները, կդադարի սպասարկել այն արևմտյան շահերը, որոնք ուղղակի սպանիչ են Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Առայժմ այսքանը, նորից կխնդրեի բաժանորդագրվել իմ յութուբյան և տելեգրամյան ալիքներին, կհանդիպենք շատ շուտով։